Համապատասխան բժշկական կենտրոն, տվյալ դեպքում Իզմիրլյան բժշկական կենտրոն եւ հետազոտվեք, բնականաբար այդ հետազոտման արդյունքների հետ կապված տեղեկատվությունը կներկայացնեք դատարանին, հաջորդ դատական նիստին, նաեւ այն ժամանակահատվածը, որը որ դուք գտնվել եք բժշկական կենտրոնում, այդ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալ ուժ հաստատությունից տեղեկանքի ձևով կներկայացնեք դատարանին, հաջորդ դատական նիստին։ Բարի։ Պատվաժան դատան հստակեցում, քանի որ Արմեն Ալեքսյանյանի հետ կապված նաև վերջինս նույնպես նախքան խափանցուց փոխվել է, տնային կալանքի այցելում էր պրոբացիայի տարածությունը եւ ոստիկանությունները չեն եկել երբևիցե որևիցե մեկ անգամ։ Հիմա ես ճիշտ հասկացա, թե վերջինս տեղեկացնելով վերջինս չգան, կարող է իմ ուղեկցությամբ, միայն իմ ուղեկցությամբ կարող են գնալ։ Ծայրահեղ դեպքում, եթե նման հնարավորություն չստեղծվեց, եթե հնարավոր կլինի շտաբ բժշկական օգնություն հրավիրեք, թող մեքենայով տեղափոխեն անձին Իզմիրլյան կենտրոն, այդ հետազոտությունը անցնելու համար։ Դատարանը գրություն հենց այսօր գրություն կհասցեագրի, որպեսզի հենց այսօր եւ պրոբացիայի ծառայությունը եւ ոստիկանության այրի բաժինը այդ մասին տեղեկացված լինեն։ Շատ լավ, ձեր ցուցակության բարոյությամբ մենք կապնվենք ժամը այսօր երեկոներ կտեղեկացնենք, որ նման որոշում է կայացվել եւ առավոտյան 9:30 մինչեւ 9:15 սպասենք, եթե չարձագանքեցին ձեր ցուցակությամբ, ես Վահագն Շախնես կգնամ 9:30-ից 9:15 չի լինի, 9:15-ից 9:15 չէ կսպասենք, հետո ոչ թե չկա, մենք միասին գնանք տեղեկանքը կներկայացնենք դատարանին այնտեղ գտնվելու ժամանակահատվածի հետ կապված, բարի։ Բարի։ Ինչ ունեք այդտեղ։ Միջնորդությունն եմ ներկայացնել պատվազան դատարան։ Ինչի հետ է կապված։ Միջնորդություն Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներից երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8:00 իր բնակության տարածքը լքելու եւ մարդաշատ վայրեր այցելելու արգելքը, ինչպես նաեւ հատուկ էլեկտրոնային միջոցներն իր վրա մշտապես կրելու պարտականությունը վերացնելու, իսկ շաբաթը երկու անգամ ՀՀ անապրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում գրանցվելու պահանջը մեղմացնելու, մասնավորապես շաբաթը մեկ անգամ գրանցվելու պարտավորություն սահմանելու վերաբերյալ։ Միջնորդությամբ ընդհանուր բովանդակությունը այս է մանրամասն ցանկանում ներկայացնել։ Դա հայրատապություն ունի այս Ինչով է պայմանավորված։ Ես որ իմ միջնորդություն ներկայացնեմ, նաև մարդու եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի բաց կդառնա, որ այո հրատապություն սա ունի։ Բայց այդ բժշկական փաստաթղթեր կան համապատասխան։ Կա գրավոր տեսքով ձեզ։ Այո։ Տրամադրեք մինչև այդ կներկայացնեք ընթացքում էլ տրամադրեք մեկ օրինակ դատարան, մեկ օրինակ մեղադրանքի։ Ուրեմն դատարանը սույն գործով 2025 թվականի նոյեմբերի 29-ին կայացած քրեական վարույթով մեղադրանքի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին որոշմամբ որոշել է մեղադրյալ Դավիթ Վլադիմիր Գալստյանի նկատմամբ կիրառված խափան միջոց տնային կալանքի ժամկետի ավարտից 2025 թվականի նոյեմբերի 25-ից հետո այն փոխել եւ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը անփոփոխ թողնելով համապատասխան կիրառված 5 միլիոն ՀՀ դրամը եւ բացակայելու արգելքը։ Միևնույն ժամանակ նույն որոշմամբ դատարանը որոշել է Դավիթ Վլադիմիր Գալստյանին պարտավորեցնել վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում շաբաթը երկու անգամ գրանցվել ՀՀ անապրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում մեղադրյալ Դավիթ Վլադիմիր Գալստյանին արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը լքել իր բնակության տարածքը, շփում ունենալ թիվ 1, այսինքն քրեական գործով մնավոր մասնակիցների եւ վկաների հետ, բացառությամբ իր պաշտպանի, այցելել մարդաշատ վայրեր, իր վրա մշտապես կրել էլեկտրոնային հսկողության միջոցները։ Գտնում ենք, որ վարչական հսկողության ժամանակահատվածում Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մի մասը այն է երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8-ի բնակության տարածքը լքելու եւ մարդաշատ վայրեր այցելելու արգելքը, ինչպես նաեւ հատուկ էլեկտրոնային միջոցներ իր վրա մշտապես կրելու պարտականությունը ենթակա է վերացման, իսկ շաբաթը երկու անգամ ՀՀ անապրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում գրանցվելու պահանջը մեղմացման, մասնավորապես շաբաթը մեկ անգամ գրանցվելու պարտավորության սահմանման հետեւյալ հիմնավորումներով։ Իսկ սկզբանե նշեմ, որ դիրքորոշումները կառուցված են լինել մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների
վրա, հաշվի առնելով նաև որ վճռաբեկ դատանը ըստ էության վարչական հսկողության վերաբերյալ այսպես մանրամասն մեկնաբանություններ չունի տրված։ Այսպես, նախ նշենք, որ կիրառված սահմանափակումներն իրենց բնույթով շատ խիստ են եւ գտնվում են սահմանային վիճակում, անձնական ազատության իրավունքի սահմանափակման եւ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման միջեւ։ Երբեմն մարդու իրավունքների եվրոպական դատան այդ սահմանափակումները գնահատում է որպես անձնական ազատության սահմանափակում։ Ես սա ուզում եմ հատկապես նշել այն տեսանկյունից, որ տպավորություն է, որ բացակայելու արգելք է կիրառված եւ հետեւաբար մեր խափանան միջոց է եւ այսպես ասած մեղադրյալը կարող է տեղավորվել այդ սահմանափակումների շրջան, բայց այնքան քիչ սահմանափակման միջոցներ են կիրառված, որ այս միջնորդության կարիքն առաջացել է։ Այսպես Մասնավորապես եվրոպական դատան նշում է, որ անկասկած 5-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված ազատությունից զրկելու եւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի շրջանակում տեղաշարժվելու ազատության սահմանափակման միջև տարբերությունը կայանում է աստիճանի կամ ուժգնության, այլ ոչ թե բնույթի կամ էության մեջ։ Դատանի գնահատման ելակետը դիմումատուի կոնկրետ իրավիճակն է։ Պետք է հաշվի առնվեն բոլոր չափանիշները, ինչպիսիք են տվյալ միջոցի տեսակը, տևողությունը, հետևանքները եւ իրականացման եղանակը։ Ավելին, եթե դիտարկում են մի քանի միջոցներ, ապա դրանք պետք է վերլուծության ենթարկվեն միասնաբար եւ համակցված։ Այնուամենայնիվ, վարչական հսկողության շրջանակում կիրառված վեր նշված սահմանափակումների իրավաչափության հարցը քննարկման առարկա կդարձնենք անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով, որ դրանք եւս մեր գնահատման բավարար են նույն միջնորդությունը հիմնավորելու համար։ Մասնավորապես, մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղաշարժի ազատության իրավունքի միջամտելու ձևեր է համարել հետևյալ իրավիճակները։ Առանց թույլտվության բնակության վայրից կամ սահմանված մեկ այլ տարածքից համայնքից հեռանալու պահանջը, գիշերը տանից դուրս գալու արգելքը, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, որոշակի վայրեր այցելելու արգելքը եւ այլն։ Հետևաբար, ակնհայտ է, որ սույն դեպքում սահմանափակվել է մեղադրյալ Դավիթ Գալստյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ կիրառված սահմանափակումները սերտ կապ ունեն մասնավոր եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, կրոնի ազատության եւ խաղաղ հավաքների ազատության իրավունքների հետ, այնքանով որքանով GPS հսկողության միջոցով հսկողության տակ է մեղադրյալի տեղաշարժը, ինչպես նաեւ վերջինիս արգելվել է այցելել մարդաշատ վայրեր, որպիսիք են եկեղեցիները, հավաքների վայրերը։ Հաջորդին նշենք, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը չի կարող լինել անորոշ ժամկետով կամ երկարաձգվել ինքնաբերաբար, այլ ժամանակ առ ժամանակ պետք է վերագնահատվի։ Այս առումով մարդու իրավունքների եվրոպական դատան արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները։ Ներպետական իշխանություններն անձի տեղաշարժի ազատությունը սահմանափակող միջոցները չեն կարող երկար ժամանակով երկարաձգել առանց դրա հիմնավորվածությունը կանոնավոր կերպով վերանայելով։ Հետևաբար այն հարցը, արդյոք ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է, որ տեղաշարժի ազատության սահմանափակումները պետք է վերանայվեն կանոնավոր պարբերականությամբ, կարևոր նկատառում է։ Դատանը գտել է, որ սահմանափակումը ըստ էության համարժեք է եղել ինքնաբերական ընդհանուր բնույթի միջոցի, եթե կանոնավոր վերանայում չի իրականացվել։ Անգամ ի սկզբանե հիմնավորված լինելու դեպքում անձի տեղաշարժի ազատությունը սահմանափակող միջոցը կարող է դառնալ անհամաչափ եւ խախտել այդ անձի իրավունքները, եթե այն ինքնաբերաբար երկարաձգվում է երկար ժամանակով։ Ներպետական իշխանությունները պարտավոր են ապահովել, որ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված անձի իրավունքների սահմանափակումը ի սկզբանե եւ դրա տևողության ընթացքում լինի հիմնավորված եւ համաչափ, հաշվի առնելով հանգամանքները։ Դատանը գտել է, որ տեղի ունեցել վերոնշյալ պարտականությունների խախտման բազմաթիվ դեպքեր եւ դիմումատուների նկատմամբ ընդհանուր բնույթի միջոց կիրառվել է ինքնաբերաբար, առանց դրա հիմնավորվածությունը եւ համաչափությունը որևէ կերպ ուսումնասիրելու կամ պարբերաբար վերագնահատելու եւ առանց դիմումատուների անհատական հանգամանքները հաշվի առնելու։ Սույն դեպքում Դավիթ Գալստյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակվել է անորոշ ժամանակով, որպեսզի պարագայում այն առնվազն ենթակա է վերագնահատման պաշտպանության կողմի խնդրանքի հիման վրա, իր նպատակով էլ ներկայացնում է սույն միջնորդությունը։ Այս մասով մի նկատառում անեմ բանավոր, թեպետ մեր օրենսդրությամբ նախատեսված չէ վարչական հսկողության ժամկետային սահմանափակումներ, բայց անգամ մեր դատական պրակտիկան եղել է դեպք, երբ որ դատարանը վարչական հսկողությունը կիրառել է կոնկրետ ժամկետով, անհրաժեշտության դեպքում կարող եմ նաև գործի տվյալներն ասել։ Կիրառված սահմանափակումների շարունակական արկայության իրավաչափության վերաբերյալ գնահատական տալու համար անհրաժեշտ է նախ քննարկման առարկա դարձնել կիրառված միջոցների նպատակի եւ համաչափության վերաբերյալ հարցերը։ Մարդու իրավունքների եվրոպական դատանը նշել է, որ տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակող ցանկացած միջոց
պետք է հետապնդի Անջատեք է թերապուսային։ Մարդու եվրոպական դատան նշել է, որ տեղաշարժի ազատության իրավունքը սահմանափակող ցանկացած միջոց պետք է հետապնդի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ գրքում նշված իրավաչափ նպատակներից մեկը եւ արդար հավասարակշռություն հաստատի հասարակական շահի եւ անձի իրավունքների միջեւ։ Հետևաբար այն բանի ստուգումը, թե արդյոք վիճարկող միջոցը եղել է ժողովրդական հասարակությունում անհրաժեշտ, ներառում է երկու քայլ։ Առաջին հերթին պետք է հաստատի, որ ձեռնարկված միջոցն իրավաչափ նպատակ է հետապնդել, եւ երկրորդ, որ պաշտպանված իրավունքների միջամտությունը չի եղել ավելի շատ, քան անհրաժեշտ էր դրա իրականացման համար։ Նման ստուգումը կիրառվել է բազմաթիվ համատեքստերով։ Սույն դեպքում գտնում ենք, որ Դավիթ Գալստյանին մարդաշատ վայրեր այցելել են արգելել են իրավաչափ նպատակ չի հետապնդում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիրառված խափանման միջոցի հիմք է դիտարկվել միայն մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգծով, այսինքն քրեական դատավարության օրենսգծով կամ դատանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունը, իսկ հանցանք կատարելը կանխելու հիմք առկա չի համարվել։ Անհասկանալի է, թե մարդաշատ վայրեր այցելելու արգելքը մեղադրյալի վրա դնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգծով կամ դատանի որոշմամբ նշված որ պարտականության կատարումը կարող է ապահովել։ Այլ կլիներ իրավիճակը, եթե մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք համարվեր, նաև հանցանք կատարելը, որպեսզի պարագայում հաշվի առնելով նաև նրան վերագրված հանցանքների բնույթը, մարդաշատ վայրեր այցելելու սահմանափակումը միգուցե մեկնաբանվեր որպես ահաբեկչությունների կանխման կամ դրա հնարավոր ծանր հետևանքների նվազման նպատակ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ մարդաշատ վայրեր հասկացությունն ինքնին անորոշ է, որպեսզի հանգամանքը ցույց չի տալիս մեղադրյալին հասկանալ իրենից ակնկալվող վարքագիծը, ինչը ևս մարդու իրավունքների եվրոպական դատանը դիտարկում է որպես կոնվենցիայի խախտում։ Օրինակ, սույն դեպքում վերջերս տեղի ունեցած մի իրադարձություն Դավիթ Գալստյանը, երբ որ վերջինս պետք է հանդիպեր Շվեյցարիայի խորհրդանի պատգամավորների հետ, այսպիսի անորոշ սահմանափակման պատճառով չի կարողացել իր վարքագիծը գնահատել եւ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով ուղղակի հանդիպում չի ունեցել։ Անդրադառնալով վկայակոչված միջոցների համաչափության հարցին գտնում եմ, որ դրանք ներկայումս չեն համապատասխանում այդ չափանիշին։ Մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս առումով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները։ Վիճարկվող միջոցի ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինելու ստուգումը ներառում է այն բանի ապացուցումը, որ պաշտպանված իրավունքների միջամտություն չի եղել, ավելի քան անհրաժեշտ է եղել հետապնդող իրավաչափ նպատակին հասնելու համար։ Այլ կերպ ասած, վիճարկվող սահմանափակումը պետք է համարժեք լինի իր պաշտպանական գործառույթին, պետք է լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն օգտագործվող միջոցների եւ հետապնդող նպատակի միջեւ։ Ինչ վերաբերում է կոնկրետ մարմնի կանոնավոր ներկայանալու պարտականությանը, ապա դրա սահմանված հաճախականությունը կարևոր նկատառում է։ Այդ հաճախականությունը համարվել է փոքր եւ դիմումատորից պահանջվել է ներկայանալ միայն ամիսը 1 անգամ։ Եթե սահմանված հաճախականությունը մեծ է, դատարանը կարող է հաշվի առնել համապատասխան մարմնի հասանելիությունը եւ դիմումատորի տեղաշարժվելու հետ կապված դժվարությունները։ Դատանը համարել է, որ դիմումատորի նկատմամբ չափազանց շատ միջամտություն է կիրառվել եւ նշանակված սահմանափակումները ներառել են ընդհանուր առմամբ ավելի քան 13 ամիս տևողությամբ վերջինիս բնակության քաղաքից հեռանալու արգելքը, գիշերը տանը մնալու պահանջը եւ ազատազրկման սպառնալիքով օրը 3 անգամ ոստիկանություն ներկանալու պարտավորությունը։ Միջոցի համաչափությունը գնահատելու համար կարևոր է, որ մի կողմից իշխանությունները նշեն դա ձեռնարկելու պատճառները, իսկ մյուս կողմից որ դա ուղեկցվի համապատասխան ընթացակարգային երաշխիքներով, որոնցով իշխանությունները գնահատում են միջոցի շարունակական հիմնավորումը եւ կանխում են կամայականությունը։ Տեղաշարժի ազատության սահմանափակում կիրառելու կամ երկրաձգելու մասին ներպետական որոշումների պատճառների բացակայությունը ավելի է վտանգում դիմումատուի իրավունքները, քանի որ սահմանափակման անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կնվազի։ Տվյալ դեպքում գտնում են, որ բարույթի սույն փուլում հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դավիթ Գալստյանը մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ, կիրառված սահմանափակումներն այլևս համաչափ չեն եւ ենթակա են փոփոխման։ Մասնավորապես գտնում ենք, որ անհրաժեշտ է ՀՀ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում շաբաթը 2 անգամ գրանցվելու պահանջը փոփոխել շաբաթը 1 անգամ գրանցվելու պահանջով։ Այս առումով հարկ ենք համարում նշել, որ սույն գործով բազմաթիվ մեղադրյալների վրա դրված է պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնում շաբաթը 1 անգամ գրանցվելու պահանջ։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերացնել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8-ին բնակության տարածքը լքելու եւ հատուկ էլեկտրոնային միջոցների իր վրա մշտապես կրելու պարտականությունը,
Հաշվի առնելով ինչպես մեղադրյալի նախորդող պատշաճ վարքագիծը, այնպես էլ այն անհատական հանգամանքները, որոնք կներկայացվեն ստորև։ Համաչափության հարցը գնահատելիս Եվրոպական դատանը կարևորություն է տալիս համապատասխան միջոցի կիրառման անհատականացմանը։ Մասնավորապես, Մարդու անձնների Եվրոպական դատանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները։ Անձի տեղաշարժի ազատության սահմանափակում կիրառելու կամ երկարաձգելու մասին որոշում պետք է կայացվի դրա հիմնավորվածության եւ համաչափության մանրակրկիտ գնահատման հիման վրա, միմյանց հետ համադրելով մրցակցող շահերը։ Այդ գնահատումը պետք է ներառի կոնկրետ իրավիճակի բոլոր համապատասխան հայեցակետերը եւ դիմումատույն հատուկ գործոնները, օրինակ նրա ընտանեկան, մասնագիտական, ֆինանսական եւ անձնական դրությունը, նրա վարքագիծը, ներառյալ կիրառելիության դեպքում կատարված խախտման ծանրությունը եւ դրա կրկնարարության վտանգը, ինչպես նաեւ դատապարտության արտահայտությունը։ Եվրոպական դատան առանձնատուկ ուշադրություն է դարձնում դիմումատուների տեղաշարժի ազատության սահմանափակման կիրառման հետ կապված հետեւյալ հետևանքներին եւ դրա առնչությամբ առաջացած հետեւյալ խնդիրներին։ Ընտանեկան եւ կամ մասնագիտական կյանքի ընթացքում եւ ֆինանսական դրությունները, որոնք հետեւակ են հայրենիք, մշտական բնակության վայրը ստեղծան փոխելու, բժշկական օգնության կամ անհրաժեշտ կոնկրետ բուժման հասանելիության հնարավորություն կամ առողջության հետ կապված դժվարություններ։ Տվյալ դեպքում մեղադրյալը հարկադրված փոխել է իր բնակության վայրը Արցախի հանրապետությունից բնակություն հաստատելով Հայաստանի Հանրապետությունում։ Տևական ժամանակով գտնվել է անազատության մեջ, ինչով պայմանավորված վատթարացել է վերջինիս եւ նրա ընտանիքի ֆինանսական վիճակը։ Այդ իսկ պատճառով Դավիթ Գալստյանը ցանկանում է իր հիմնական աշխատանքից դուրս կատարել նաեւ այլ աշխատանքներ, այդ թվում գիշերային ժամերին, որպեսզի պարագայում գիշերային ժամերին իր բնակության տարածքը լցկելու սահմանափակումը հանդիսանում է փաստացի եւ իրական խոչընդոտ։ Միևնույն ժամանակ Դավիթ Գալստյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված պետք է անցնի ողնաշարի ռենտգենոգրաֆիա, որը ինչպես գիտենք հնարավոր չէ էլեկտրոնային հսկողության միջոցների արտադրության պարագայում։ Հաջորդ գործոնն այն է, որ ժամանակի ընթացքում նվազում է սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատանն այս առումով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները։ Տվյալ սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կնվազի։ Եթե անգամ անձի տեղաշարժի ազատության սահմանափակումն ի սկզբանե թույլատրված է եղել, դա երկար ժամանակով ինքնաբերաբար պահպանելը կարող է դառնալ անձի իրավունքները խախտող ոչ համաչափ միջոց։ Տևողության գործոնի նշանակությունը պակաս կարևոր է այն սահմանափակումներում առնչվող գործերում, որոնք ունեն համապատասխան հիմնավորում եւ կամ պահպանվում են ինքնաբերաբար։ Տվյալ դեպքում Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները նկատի ունենք ազատ տեղաշարժվելու հետ կապված։ Ինքնաբերաբար պահպանվել են 3 ամիս 15 օր շարունակ եւ ակնհայտ է, որ դրանց պահպանման անհրաժեշտությունը ներկայումս չի կարող գնահատվել այն նույն չափանիշներով, ինչ գնահատվել է դրանց կիրառման պահի դրությամբ։ Ամփոփելով վերողյալը, հաշվի առնելով Եվրոպական դատանի վկայակոչված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով հրկերական դատավարության օրենքի 49-րդ հոդվածը միջնորդում է։ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներից երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8-ն իր բնակության տարածքը լքելու եւ մարդաշատ վայրեր այցելելու արգելքը, ինչպես նաեւ հատուկ էլեկտրոնային միջոցներն իր վրա մշտապես կրելու պարտականությունը վերացնել։ Շաբաթը 2 անգամ ՀՀ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում գրանցվելու պահանջը մեղմացնել, սահմանելով շաբաթը 1 անգամ գրանցվելու պարտավորություն։ Իսկ ներկայացնում համապատասխան բժշկական հաստատություն է։ Ներկայացրեցի դատարանին օրինակը ներկայացնեմ մեղադրող կողմից։ Տրամադրեք տեղեկանքները Տրամադրեցի, տրվեց է։ Չէ, տեղեկանքները կացված չէ, սա միայն միջնորդ է։ Լավ, բժշկական հաստատություն։ Բնօրինակը ո՞նց է կարող տրամադրել բնօրինակը։ Տակ բնօրինակ։ Ձեզ անհրաժեշտ է բնօրինակ։ Ոչ։ Ոչինչ նույնական է, բնօրինակը տրամադրում են ձեզ, եթե անհրաժեշտ կլինի, որպեսզի հետագան օգտագործեք։ Մեղադրյալը ո՞նց եմ դասում։